Մերոնք կետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես մոտենում է ճտերը հաշվելու ժամանակը, օրերը նախընտրական ավարտին են մոտենում եւ մենք ձեզ հետ տեսնում ենք այն հիմնական առաջա մարտիկ բառը մի քիչ տգեղ է ասած քաղաքական գործիչների նկատմամբ, բայց առաջամարտիկներ, այսինքն նրանք, ովքեր հնարավորություն ունեն ընտրություններում ինչ-որ տոկոսներ հավաքելու։ Ես այդ մարդկանց անունները դուրս եմ գրել եւ հատիկ կփորձեմ առաջիկա հաղորդումներում ձեզ ներկայացնել, ով իրենից ինչ է ներկայացնում։ Նիկոլ Փաշինյան, ԿՊ, Գագիկ Ծառուկյան, չգիտեմ, ինչ որ անհասկանալի, Նոյան Տապան, լավ, այսպես ասեմ, Սամվել Կարապետյան եւ ոչ անհայտ Ռոբերտ Քոչարյանը։ Սկսենք ամենահեղեղուկից կամ ամենաթույլից Ռոբերտ Քոչարյանից։ Ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է իրենից ներկայացնում, որտեղից հայտնվեց մեր իրականության մեջ։ Եվ ինչու է այսօր այս մարդը այսպես շարունակում հանրությանը սպիտակ վերնաշապիկով երևալ, փոխաբերական իմաստով։ Ռոբերտ Քոչարյանին ես հիշում եմ դեռ 88 թվականին այստեղ էր եկել Գալինա Ստարավոյտովան, Կոմիտասում մի ակումբ կար կույրերի ակումբ էինք ասում կույրերի միավորման այդ դահլիճում հանդիպում կար Ստարավոյտովայի հետ եւ ասացին Արցախից մարդ է եկել եւ այդ մարդը ոչ ավել ոչ պակաս Ռոբերտ Քոչարյանն էր։ Երբ սա երկու նախադասություն ասեց, ականջականչի Հրանտ Խաչատրյանի Սիմի Հրանտը, ում հետո Բաբուխանյան Հայկը գցեց եւ վերցրեց, այսպես ասած Սիմը իր ձեռքը, դահլիճից ասացին այ տղա, հայերեն խոսա, այս տգետնով է։ Բա չեմ կարող, ասին չես կարում վեր կաց այդ տեղից կորի գրողի ծոցը։ Ռոբերտ Քոչարյանը իր գործունեությունը սկսել է Ադրբեջանի իշխանությունների համար աշխատելով, դեռևս այն թվականներից։ Եթե չեք տեսել, լուսանկարները կա Ադրբեջանի կոմկուսի կամ կարգին, այսպես ասած, աղբեր Յոլդաշ տղեկի հետ իր նկարներում, որտեղ ըստ ամենայնի, ինչպես ասում են, ինքը եղել է գործ տվող, այսինքն գործ էր տալիս հայության ակտիվ մասսայի վրա։ Այդպես են ամենայն դեպս ասել։ Բայց ես վստահ եմ, որ այդպես կարող է լինել, քանզի նրա հետագա գործունեությունը հենց դա էլ վկայում է։ Եվ այսպես Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ Արցախում փորձեց ընտրվել այնտեղ այն ժամանակ Գերագույն խորհուրդեր ինչ էր իրենց այդ ազգային ժողովի նախագահը, բայց նրան չընտրեցին։ Հետագայում, երբ ընտրվեց իրենց առաջին նախագահ, ով սպանվեց, ավելի շատ դա ինքնասպանություն ձևակերպեցին, իրականում դա սպանություն էր, բայց պատահական, այդտեղ ոչ ոքի ականջները եկեք չփնտրենք։ Դա այն երևույթն էր, որի մասին այդպես էլ չբարձրաձայնվեց։ Եվ այսպես այս սպանությունից հետո ինչ որ հնարքով Քոչարյան Ռոբերտը կարողացավ Արցախում իշխանություն լինել։ Արցախում իշխանության տարիներին Քոչարյան Ռոբերտը բյուրավոր նամակներ գրեց, քանզի այն ժամանակ այնտեղ ինքը անունը կար, ամանում չկար։ Ասենք թե ներքին գործերի նախարարը կարող էր փող լափելու համար մտնել Քոչարյանի կաբինետ եւ քացուտակ գցել։ Այսպիսի պատմություններ կան Արցախից, իմացող արցախցիք ինձ չեն թողնի, որ ես սուտ խոսեմ։ Եվ ինքը անընդհատ ՀՇ-ի գրասենյակ գրում էր, թե այդ ինձ խանգարում են, ես չեմ կարողանում կառավարել։ Միջև եկավ այն ժամանակը, որ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը ստեց, թե իրենք մեզ չէին հավատում, դրա համար ես իրենց բերեցի իշխանության, որ տեսնեն, թե ինչ է կատարվում արտաքին քաղաքականության մեջ։ Իրականում դա այդպես չէր։ Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչքան հասկանում ենք, ռուսները ասում էին, որ իրենց բարի տղեկից մեկն էլ
Ռոբերտ Քոչարյանն էր, ինչպես Ալիևն էր ժամանակին ասել, որ Քոչարյան Ռոբերտը Հայր Ալիևը իմ կադրն է, այդ կադրին աստիճանաբար բերեցին Երևան։ Բերեցին Երևան, նշանակեցին վարչապետ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո եւ այստեղից սկսվեց մի շարժում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակից հետո տեղի ունեցավ։ Այսինքն, այնինչ այսօր տեղի է ունենում խաղաղության գործընթաց, սահմանների գծում, սահմանազատում, այն ժամանակ Տեր-Պետրոսյանը առաջարկում էր, բայց Քոչարյան Ռոբերտը Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ որոշեցին, որ հող տվողին կտանք հողին, մի քանի դաշնակ պարագլուխներ էլ կային այդ գործում, չնայած դաշնակները այն ժամանակ նստած էին մարդասպանության համար։ Հրանտը դաշնակ պարագլուխներից, Գեգամ Մանուկյանը, այդտեղ միազնիվ տղա կար Մնջոյանը, ում գլուխը վերջնականապես կիրան, այդքանի մեջ միազնիվ մարդ կար, ում ներգրավել էին սպանությունների կամ բանդայի պարագլուխ որպես, այդպես ասենք, ինչևէ Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրեցին։ Այդ հրաժարականի պարտադրման մեջ մեծ էր Վազգեն Սարգսյանի ավանդը ճակերտների մեջ ասած, ցավոք սրտի, եւ երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ, Վազգեն Սարգսյանը էլի ցավոք սրտի մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի ընտրությունները կեղծելու։ Բայց կեղծիք տեղի ունեցավ, քանզի դիմացը Կարեն Դեմիրճյանն էր։ Շատ արագ Վազգեն Սարգսյանը հասկացավ, թե ինչ մեծ սխալ է գործել եւ Կարեն Դեմիրճյանի հետ դաշինք կազմեցին, հաղթելով ազգային ժողովի ընտրություններում։ Քոչարյանը դարձավ անգլիական թագուհի։ Բայց դա երկար չտևեց, որտեղից որտեղ հայտնվեց Նայիրի Հունանյանը, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը։ Ես ձեզ ասեմ, շատ ավելի վաղ։ Նայիրի Հունանյանը Տիգրան Նաղդալյանի արուն էր։ Այո, Տիգրան Նաղդալյանը համասեռամոլ էր։ Ես երկու մուշտի եմ տվել այդ մարդկանց բռնացնելուց հետո։ Դրա համար վստահաբար ասում եմ, Նայիրի Հունանյանը Տիգրան Նաղդալյանի արուն էր։ Նայիրի Հունանյանը գտնվում էր Ղրիմում, Ուկրաինա, ինչ որ դասընթացներ էր անցնում թերևս մարդ սպանելու, եւ Նայիրի Հունանյանը հանկարծ եկավ ու սկսեց աշխատել ՀՄԵԿ հեռուստաընկերությունում։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանի օրոք գեղեցկատես տղերքը տարօրինակ ձևով դառնում էին Քոչարյանի ամենասիրելի պաշտոնյաները։ Այդպես ձևակերպեմ, դա էլ բոլորը գիտեն, բայց բոլորը սիրում են կարծես թե ուխտին նստած կուզոզանել։ Այս էր Ռոբերտ Քոչարյանի կերպարը։ Հանկարծ Նայիրի Հունանյանը Տիգրան Նաղդալյանի տված փաստաթղթով մտավ ազգային ժողով, ինչը հնարավոր չէր։ Ազգային ժողովում հավատարմագրում էին ազգային ժողովի պաշտոնյաները աշխատակազմի ղեկավարը։ Կարծեմ այն ժամանակ Քոթանյանն էր, եթե չեմ սխալվում, կամ գուցե մի խոսքով։ Որևէ մեկը չէր կարող, որևէ հեռուստաընկերության տնօրեն չէր կարող հավատարմագրել, այդ թվում նաև հանրայինի տնօրենը Նայիրի Հունանյանի նման ինչ-որ մեկին կամ Սուրեն Սարգսյանի նման։ Էական չի։ Ահա այդպես այդ մարդիկ հայտնվեցին ազգային ժողովում եւ գնդակահարեցին ազգային ժողովի վերնախավին։ Այսինքն, այն որ խոսակցություն կար, այդ խոսակցությունն իրական էր Մեղրիի հետ ուզում էր փոխանակում անել Արցախը Ռոբերտ Քոչարյանը, քանի որ տգետ էր, այստեղ արդեն երբ սկսվեց բացվել տեղի ունեցող իրադարձությունները, ըստ զրույցների Վազգեն Սարգսյանը մի կուշտ ու շունչ էր տվել եւ ժամանակ էր տվել, որ նոյեմբերի կեսերին Քոչարյան Ռոբերտը պիտի հրաժարական տար, բայց հոկտեմբերի 27-ն ավելի շուտ եկավ, հայտնվեցին այդ լակոտ լուկուտները, զենքերը մտավ ազգային ժողով հեռուստատեսության շարժական կայանի մեջ, մի քանիսն էլ ուրեմն այդպես հնդածս մտան։ Այսպիսին էր Քոչարյան Ռոբերտի սկիզբը։ Շարունակությունը արդեն շատ ավելի վնասակար էր Հայաստանի պետության համար։ Քոչարյան Ռոբերտը ոչ ավել, ոչ պակաս, Արցախին որպես բանակցող կողմի հանեց
արանքից, լինելով գեղչուկ, տգետ, գեղչուկ բոլորը կարող են լինել գյուղի ծագումը կամ գավառի ծագումը, ամենևին էլ, այսպես ասած, վնասակար չէ, ամոթ չէ, եթե այդ մարդը գեղցի չի եւ ինքնա սիրահարված չի։ Քոչարյան Ռոբերտը գեղցի էր, տգետ եւ հանկարծ այս մարդու ձեռքներ ընկել իշխանություն։ Եվ ինքն ասաց. ես հենա Ղարաբաղցի եմ, ես կբանակցեմ, լինելով ոչ բարով Հայաստանի նախագահ։ Պատկերացրեցիք, ուրեմն Քոչարյանի տեսակը այդտեղից արդեն նշվարվեց։ Այն ժամանակ ես մի հոդված գրեցի իզմերի մասին, ասաց ես Քոչարյանիզմը, սա պատճառ ունի, ովքեր են այս մարդիկ իրենց կյանքում, իզմերը որտեղից են ծնվում, կյանքում իրենց չկայացած լինելուց։ Այդպիսի մարդկանց ուսուցչուհին դպրոցում հաճախ անկյուն է կանգնացնում, բութ լինելու համար կանոնով հարվածում է մատներին կամ գլխին։ Դրսում ծխախոտի գնացողը ինքն է լինում, տս խաղալուց տակը միշտ ինքն է կանգնած, էշ մլիցա խաղալուց էշը ինքն է լինում եւ հանկարծ այդպիսի մարդուն ձեռքը իշխանություն է ընկնում։ Սա հավասարապես վերաբերում է իդեպ նաեւ Սերժիկ Սարգսյանին։ Բայց Քոչարյանն էր որոշողը եւ Հայաստանը դժբախտաբար դարձավ կոնֆլիկտի կողմ։ Լիսաբոնում Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այսպես ասած, թեզի վրա, որ աշխարհը փորձում էր պարտադրել։ Հայաստանը օգտվեց իր վետոյի իրավունքից։ Այստեղ կռիվը հետեւյալում էր, որ Արցախը կամ Ղարաբաղը ինքնորոշման իրավունք ունի եւ ժամանակին մտել է խորհրդային միություն ռուսների քավորությամբ։ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի մաս։ Բայց երբ Քոչարյան Ռոբերտը արդեն ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այստեղից, այսպես ասած, մեր խաչը սկսեց ծռվել եւ թուրքերի կիսալուսինը վեր բարձրանալ։ Ավելի մեծ նվեր թուրքերին պետք էլ չէր։ Հանկարծ ձեռք բերած, հանկարծ կոնֆլիկտի կողմ փոքրիկ պետությունը ինքնահարճակ թեկուզ, ով հաղթել էր պատերազմում, ծեծել թշնամուն, հանկարծ դուրս է գալիս կոնֆլիկտի կողմից եւ կոնֆլիկտի կողմ է դառնում Հայաստանը, ով մինչ այդ ասում էր մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ցեղակիցներին, այսպես ասած, սպանենք։ Այդ հույսի ու կյանքի ճանապարհը լաչինը անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ ապրեն, քանզի Ադրբեջանը փակել էր ճանապարհը։ Այսպես Քոչարյան Ռոբերտը դրեց Արցախի հանձնման հիմքերը։ Շարունակությունը ավելի դաժան էր։ Խաբեցին ժողովրդին Քոչարյան Ռոբերտի գլխավորությամբ, ես որ ասում եմ Քոչարյան Սերժիկը միշտ այսպես ասած տակն է եղել, բարիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Այս մարդիկ նենգաբար բանակցել են այն ամենի շուրջ, ինչի համար հեռացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այսպես։ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը թափ տվեց, ասաց դե տղայեք արեք։ Քանզի ինքը հոգնել էր եւ ինքը չգնաց համարցակ քայլի, որպիսի Քոչարյանը նման կամ Վազգենի կամ Սուրենի նման ինչ որ մարդիկ չհանդգնեին այդ հնարավոր խաղաղության դեմն առնելու։ Նա մեզ ճանապարհ դնելու փոխարեն ինքը ճանապարհ ընկավ, նստեց իր առանձնատանը ու ասաց ես հիմա գիտնական եմ, իմ գրքերն եմ գրում, դուք էլ թե տղայեք պահեք, թե տղերքը Քոչարյան Ռոբերտն էր։ Վազգեն Սարգսյանը այլևս ոչ եւս եղավ, այլևս Քոչարյան Ռոբերտը անգլիական թագուհուց վերածվեց թագավորի։ Եվ սկսվեց երկրում ընտրությունների կեղծումը, շարունակվեց բռնի ուժով հարցեր լուծելը, զուգարանում մարդ սպանելը եւ այսպես ասած անխղճաբար փող աշխատելը։ Իր մնալու գինը Հայաստանի ռազմավարական նշանակության կառույցները հանձնեց ռուսներին։ Իրան-Հայաստան գազամուղ, դրա կառավարումն էլ տվեց ռուսներին, Քոչարյան Ռոբերտը։ Ատոմակայանի կառավարում, էներգետիկ ցանցեր, այդ Կալուգայի Սամոյից ուզում են հետ տանեն։ Այդ ամբողջը երկաթուղի, երկաթգիծ, այսօր մեր երկաթգիծը ուզում ենք սարքենք, դրա հնարավորությունն էլ պիտի
բանը Իվանի հետ ճշտենք։ Մի անգամ ես պատմել եմ, էլի ասեմ ձեզ, որ հիշեք, ռուսական համայնքների, հայ համայնքների ղեկավարներից մեկ-երկուսի հետ զրուցել եմ, ասացին, երբ Քոչարյան Ռոբերտին ասեցինք, մենք փող ենք ուղարկում, որ ոչ ոք չիմանա, սև փող է, բայց մեր անունը տվող չկա, ասում է գույնը փոխեց, խառնվեց իրար, ասեց, դա Արցախի բանակի համար է, ոնց ասենք։ Մեծագույն ստախոսություն, երբ Քոչարյան Ռոբերտը այլևս նախագահ չէր, նա ուներ Հայաստանի 2 բյուջեի չափ փող։ Հետագայում սկսեց պտտվել իր համար, այսպես ասած, արդեն նախագահ չլինելուց հետո, առյուծներ սպանել, նստել, քշել, նկարվել, կամ այդ ընթացքում իր տղաները մի քանի 100 միլիոնավոր դոլարների տերեր դարձան, Քոչարյանը հանգիստ էր, մինչև որ խաղը պառավեց, այսինքն այն բանակցությունները, որ տարվում էր ազատագրված տարածքները վերադարձնելու դիմաց, այլևս հասավ այն աստիճանի, որ կամ պիտի պատերազմով հանձնեին, կամ պարզապես բզակոտներին պիտի տային իր կամ Սերժիկի և հանձնվեին։ Այստեղ Քոչարյան Ռոբերտն ու Սերժիկ Սարգսյանը, կամ գուցե Սերժիկ Սարգսյանը մտածեց, որ պետք է շտապ իշխանությունը փոխել, թույլ տալ ընդդիմադիրներին վերցնել իշխանությունը, հետո պարտության դեպքում շատ հեշտ հետ վերցնել նրանցից իշխանությունը, թե տեսեք ինչ արեցին։ Այդ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն էր։ Բայց ինչպես ասում են, խիարը թարս աճեց և Նիկոլ Փաշինյանը իրենցից խորամանկ դուրս եկավ։ Բայց Նիկոլ Փաշինյանի մասին առանձին դա մեկ այլ թեմա է։ Իդեպ տարածքները, եթե այնինչ վերաբերում էր 97 թվականի հայտնի առաջարկին, երբ մենք հաղթած էինք, և հետագայում արդեն տարածքների հանձնման, որ Քոչարյանենք պիտի հանձնեին այդ տարածքները, արդեն սարուձորեր էին տարբերությունը, ցավալիորեն։ Այլևս որևէ կարգավիճակ Արցախին, այսպես ասած, այն ինչ կարող էր լինել 94-ից հետո չէր առաջարկվում։ Սրանք պայմանավորվել էին, թողել էին Լաչինից մի իծաշարուկ արանք, որ այսպես կտան, բայց դա էլ չարեցին, քանզի էլի եմ ասում, իրենք հասկացան, որ ժողովուրդը իրենց դա չի ների։ Եվ շարունակեցին իրենց սև գործը։ Արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Իհարկե, այլևս իշխանությունը Նիկոլ Փաշինյանն էր, բայց Քոչարյան Ռոբերտը, Սերժիկ Սարգսյանը, դաշնակ պարագլուխները, այդ մանուկյան գեղամենք բանենք, իդեպ, երբ Քոչարյան Ռոբերտը եկավ իշխանության, առաջին գործը որ արեց, բանտից ազատեց դաշնակներին, Հրանտ Մարգարյանին, Գեղամ Մանուկյանին և մի քանի մարդասպան կազմակերպիչների, նրանք էին կազմակերպել դրոյի գործը։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց զինվորներն էին, դրանք այդպես էլ մահացան կամ դեռ փթում են բանտերում, նրանց չազատեցին, բայց իրենց աղբերությանը ազատեցին։ Ահա այսպես Քոչարյանը իրականացրեց արդարադատություն։ Հիմա ես բազմից ասել եմ, ոնց եղավ, որ այս մարդը, ով ըստ էության պետական դավաճանություն է արել ուղղակի, հանկարծ այսօր պայքարում է ընտրվելու և խոսում է մարդկությունից, ազնվությունից, չգիտեմ, անեկդոտներ է պատվում, ինչ-որ բաներ է ասում։ Չնայած ակնհայտ երևում է, որ թարախն ու թույնը այնքան շատ է Քոչարյան Ռոբերտի մեջ, անգամ մի երեխա չի կարողանում գրկել։ Էնպես է գրկում այդ երեխաներին, որ որոշ թշվառականներ պղծում են իրենց երեխաներին, ասում են Քոչարյան Ռոբերտ, գրկի այս երեխային։ Ավելի մեծ պղծություն ըստ իս, որևէ մեկը ընտրի Ռոբերտ Քոչարյանին, դաշնակներին կամ դրանց նմաններին, աշխարհը չի ծնել։ Ես իդեպ ասեմ ձեզ, ովքեր կանգնած եք այդ Քոչարյան, այն ազնիվ մարդկանց, եթե կան, դուք որևէ մեկդ անմեղսունակ չեք, դեբիլ չեք, հիվանդ չեք, ուրեմն դուք միտումնավոր ձեր ունեցվածքը պահելու կամ, չգիտեմ, ունեցվածք ունենալու համար
վաճառքի եք հանում հայրենիքը։ Հասարակության 90%-ը գիտի ինչ ասել է Քոչարյան Ռոբերտ։ Ինչ ասել է անմեղներին սպանել, գնդակահարել, ընտրությունները կեղծել, Ռոբերտ Քոչարյանը բոլոր տեղերը վնասեց հայ ժողովրդին։ Մի գրքի նախագահի մրցանակ տվեց, ում հեղինակը գրում էր. տանից հելան երկու քաց, մեկը բոյով, մեկը կարճ գնացին բանին։ Ռոբերտ Քոչարյանը այս մարդն էր, ավելի մեծ կներեք քաց էին այն ժամանակվա Հայաստանի գրողների միության ղեկավարությունը, որևէ մեկը 10 գրող նախագահությամբ չհավաքվեցին, ասեին, այդպիսի բանաստեղծություններին չի կարելի կամ այդպիսի գրվածքին նախագահի մրցանակ տալ, դա անպատվություն է։ Այնպես ինչպես հետագայում Սերժիկ Սարգսյանին կոնսերվատորիայում 5 պրոֆեսոր չգտնվեց, որ ասեր հո դուք ապրանք չեք, ոնց կարելի է զռռոցով երկողին տալ վաստակավոր երկչի կոչում։ Մեր մտավորականները, թե գրողների միության, թե երգիչներ, թե չգիտեմ ինչ, բոլոր տեղերում ուղղակի հանգած, ռուսերեն ասեմ, աբլիգացիա են, հանգած, մարած, բիտի կարտեր են, են դուրակ խաղի, նրանց երբեք չի հետաքրքրել իրականում հոդաբաշխ միտքը կամ արժանապատվությունը, նրանց արժանապատվությունը իրենց քսակի մեջ է եղել։ Հիշում եք Թումանյանի պոետն ու մուսան, փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը։ Սրանք այս տրամաբանությամբ մտավորականներ էին, որևէ մեկը չըմբոստացավ, որևէ մեկը թեկուզ հենց իրենց ասպարեզում չասած, որ ասենք, ես ում եք նախագահի մրցանակ տալիս, բա դա անպատվություն չի, որ այսօր թուրքերից ու էսիցերից խոսացող մարդիկ, որ ասում են, սա 300,000 թուրք է գալու, եւ այլն եւ այլն։ Քոչարյան Ռոբերտը շնորհիվ օրվա իշխանությունների իրեն օգտագործելու ցանկության այսօր անպատիժ ասպատակում է Հայաստանում։ Եվ սա մեր խայտարակությունն է։ Սա աներկբա ճշմարտություն է, սա այն չի, որ ես ինչ-որ խնդիր ունեմ Քոչարյան Ռոբերտի հետ, բայց պատմական իրադարձությունները տեղի են ունեցել հենց այս ընթացքով։ Այս մարդը մեղրին հանել էր վաճառքի, այս մարդը մեղրին ուզում էր փոխել Արցախի հետ, այս մարդը այդ փողերը ստացավ աշխարհից եւ գրպանեց իր երեխաների հետ, այս մարդը չհզորացրեց Արցախը։ Արցախի ամեն մի սարը կարող էր թուրքական մի քանի դիվիզիայի գլուխ ուտել։ Մենք երբեք այսպիսի պարտություն չենք կարող ունենալ, եթե ամբողջ աշխարհն էլ գար մեր վրա։ Մենք մեր արժանապատվության կռիվը կտայինք, բայց Քոչարյան Ռոբերտը այդ հնարավորությունները գրպանեց։ Քոչարյան Ռոբերտին ընտրողը արժանապատվություն չունեցող մարդ է, հայ է։ Ծուռ հայելիներում ապրող հայ է։ Գնացեք եւ ընտրեք, ովքեր որ կընտրեք։ Ես այսօր նայում եմ մի երկու արցախցի, բա մենք Ռոբիկին, ստի թե դուք Ռոբիկին սիրում եք, դուք Ռոբիկին ատում էիք, դուք զզվում էիք Ռոբիկին, եւ ձեզանից շատերը, երբ Ռոբիկը այստեղ նախագահ ընտրվեց, զարմացած ապշած ասում էին, «Էս ինչ արիք, էս մեր թերմասն է, դուր տարակ»։ Ասում էին շատ բարձրաստիճաններ։ Հետո այս ճանապարհ բոլորը լռեցին եւ սկսեցին հաճույք ստանալ, դոլարային հաճույք։ Մինչև այդ հաճույքը մեր երեխեքի, այն որ ասма կյանքի գնով, ձեր նման ոչ մի բաների քթից դուրս եկավ։ Թողեցինք ձեր տուն ու տեղն ու եկաք։ Այդ լռության արդյունքն էր։ Մի օր պիտի ծուրը նստենք ու դուզը խոսենք։ Քանի դեռ ծուրը չենք նստում, դուզը խոսում, մենք դատապարտված ենք լինելու, էլի վատ ապրելու, էլի ստոր իրավիճակների մեջ հայտնվելու։ Այսքանը այդ տեխնատու Քոչարյան Ռոբերտի մասին։ Օրը գա բարին հետը։ Այնպես որ պինտկացեք, մի մեղանչեք ճշմարտությունների դեմ եւ խորհեք, ինչ եք դուք ուզում, ինչպես եք ուզում եւ ինչու եք ուզում։ Եվ արժե արդյոք։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդի